Կներեք քրու եղբայրներ մի քիչ համարձակությունով խոսանք իրար հետ էլի, որովհետև մենք բոլորս փրկության համար ենք եկել, ասենք ամեն, չէ, բոլորս փրկության համար, կարևոր չի, երբ որ մարդը ննջում է, մարդը մարանում է, իր համար չկա տես մեկը, որ իր համար վատ բան ասի, չկա տես մի հատ քարոզիչ, բարեկամները նստած են, բոլորը նստած են, բոլորը իր համար լավն են ասում, բարին են ասում, բայց որոշողը երգիքն է, ուր գնաց այդ անձնավորությունը, մարդը գովա, կասի ամեն ինչը, բայց կարևորը, որ երգինքը ինչ է որոշում, Ուրեմն երկրորդ Տիմոթեոս 15 խոսքը մենակ մի նախադասություն եմ ուզում կարդամ, ջանք արա, որ քո անձդ Աստծո առջև ընտիրելա, ջանք արա, և Քրիստոս ունի կնիկ, և Քրիստոս ճանաչում է իրեներին, և թող բոլորը, որը Քրիստոսինն են, անօյնությունից հեռանան, որը Քրիստոսին կպատկանեն, անօյնությունից հեռանան, ոչ մի տեղ Աստծո խոսքի մեջ չի գրված խմբակային փրկության համար, չի գրված ընտանեկան փրկության համար, գրված է փրկությունը անձնականը, անհատ, երկուսը դաշտում են, մեկը վերցում է, մեկը մնում է, երկուսը տեղաշորի մեջ են, մեկը վերցում է, մեկը մնում է, ես հիշում եմ մեկը, ասեց երբ որ կինս հապշտավիկի ոտեից կբռնեմ, չես հասցնի, անկարելի է այդի, անձնական փրկությունը, շատերս մեր գլխի տակ փափուկ բարձ ենք դնում և երեխեքի գլխի տակ, Աստված ողորմած է, ինքը Սուրբ Հոգով մկրտված է, ջրով մկրտված է, երբ որ Հիսուսը գա իրանք կփրկի, չէ, տես բա չկա, մեղք երգինք չի մտնի, չի հարցում հովիվի տղայա, քարոզիչի, երկողի, աղջիկն կամ տղան, չի հարցնում, արդար, Տիրոջից վախեցող, անձը մաքուր պահողը երգին կմտնի, համակ չի, մատերի արանքով չես կարան այես, ու մատերի արանքով չես կար Աստված պաշտես, չի հարցնում դու աղքատ ես թե հարուստ, չի հարցնում քանի դիպլոմ ունես, հարցնում է Աստծո առաջ ոնց ես քայլել, Եվ որ մենք Օհայո էինք ապրում, ամերիկական եկեղեցին մեզի կանչեց իրանց եկեղեցին թատրոն ցույց տալու համար, թատրոնի վերնագիրը դժոխքն ու տրախտն են, տրախտ ու դժոխք, մենք ահագին մարդով գնացինք այդտեղ, իրանք հրավերեցին, իրանք սարքին այդ թատրոնը նենց, որ մարդը նստած վախենում էր, հրեշտակ սարքեցին և հրեշտակը կայնած էր կենաց գիրկը բացած և կայնած էին մարդիկ անունը չեր գրված նենց դղրդոց էր նվագը նենց շուշեկն էին դղրդում թշրամի սատանա գալս է տանում իդրան դժողք մի հոգի վերջում հրեշտակը կարդում է, չգտնում անունը, ասում է մի հատ էլ կարդա, գուցե ընդեղ է իմ անունս,
Չկա։ Միան շուրջ ուր այդ բանը թերթը տենամ ընդեղա ընդեղել չի։ Մեկին ես դարդուց ելավ։ Նեզ վայնասու ձայն եղավ։ Կողքս մի հատ քույրիկի տղա էր նստած։ Այդ վայնասունից բանի ձայնից նայեմ մի աթոռի տակ է մտել։ Աթոռի տակ։ Ընձի հարցատալի աշոտ եղբար բրծավ։ Ասի չէ չբրծել։ Եբ որ բրծնի իցի ասա։ Էդի թատրոն էր։ Որ թատրոն էր էդի վախից մտել ատեղ։ Բա որ էդի թատրոն չլնի, իրականություն լինին, ով որ պատկանում է Քրիստոսին անօյնությունից հեռու մնա, մեղքից հեռու մնա, ես չգիտեմ, բայց դու գիտես, խավարի գործը ինչ ես անում, և ոնց ես անում, դարմը Կորինթացիս թղթերի մեջ Պողոս առաքյալ իր բերանով ասում, կուսեմ եղբանից չգիտած չլինեք, որ բոլոր մեր հայրերը ամբով անցան, ծովով անցան, Մովսեսի մկրտությունով մկրտվեցին, նույն հոգևոր հացը կերան, հոգևոր ջուրը խմեցին, այն վեմից, որ իրանց առաջորդում էր, իրանից կերան ու խմին, 6,000 ժողովուրդ Եգիպտոսից դուրս եկավ, 600,000, ստասիստիկան ասում է 3 միլիոն, չաշված կանանց երեխեքին, Աստված չեր որոշել Եգիպտոսից հանի, տանի անապատի մեջ կորցնի, Աստված որոշեց իրաց փրկի, Քանանու երկիր տանի, կաթ ու մեղր բխող երկիրը, ամբողջ ժողովրդից նոր սերունդը և Քաղեբն ու Հեսուն մտան, ամբողջ այդ բազմությունից Քաղեբը Հեսուն, 12 լրտեսե գնացին Քանանու երկիրը նայելու, եկան, տեսան, 10 իշխաներ, ասեն մեկ չեն կարա, որովհետև իրանք ահավոր բարձր ու զորավոր են, Քաղեբն ու Հեսուն ասին, մենք կարող ենք, այդ 10-ը նեն սովրացին ժողովրդին, որ ուզում են քարկոծեին Քաղեբին ու Հեսուին, այդ երկուսը մտան Քանանու երկիր, Մովսես, ամբողջ ժողովրդի առաջորդ, չմտավ, Աստված ասեց խփի վեմին, որ ջուրը խմեն ժողովուրդը, ինքը նենց խփեց, որ Աստված ասեց դու չփարավորեցիր ինձի ժողովրդի առաջ, չփարավորեցիր, դու քո աչքերով տենալու ես, բայց ընդ չես մտելու, լերան վրա խնդրեց, ասեց մի խնդրի, չես մտելու, եղբայրներ քուրեր ոչ մեկ թող չասի հեշտ է մտնել երկինք, շատ ներողություն եմ խնդրում, ոչ մեկին չեմ նախատում, բայց պետք է ասեմ,
Հավատացյալ եղբայր, հավատացյալ քույրիկ, մտնի կազինո ու սկսի հաղալ։ Են մեկը մյուսին բարեկամին ասում է, դու գիտես շենք ով է։ Են մեկը ասում է, ով։ Ասում է, ինքը եկեղեցում քարոզում է։ Երեք շաբթօր ուշադրությամբ լսեք, երեք շաբթօր անցալ, երեք շաբթօր Սուրբ Հոգու մեծ զորություն էր իջել եւ խոսք եղավ будет переплавка в народе моем. Каждую душу испытаю. Ամեն մի հոգու փորձելու է։ Ամեն մեկին։ Ասում մեկը եկավ, ասեց, լսի, ասեց, դու հավատացյալ ես։ Ասում $500 շահել եմ։ Որտեղից բանից կազինոից, այն մեկը եկավ սենց, սրա սրդի մեջ էլ ալնում, են դրա մեջ էլ։ Տարբեր ձևով Աստված փորձում է մարդուն։ Տարբեր ճանապարհներով։ Նստած այդ սատանի յաշի գիտեմ։ Ու չի տեսնում, որ մարդիկ նստած ու նայում են։ Էդի մարդիկ են նայում, բա որ երկինքն է նայում։ Հասկանում ես։ Ու դու գաս, միանգամից էդի, որ ես տարբեր ձևով լսեցի, հիշում եք Գիեզին, հիշում եք, երբ որ Նեյմանը բժշկվավ, Եղիսեին ուզում էր տարի ոսկի արծաթ, բանը ինքը ուզում էր տարի Եղիսեին ոսկի չուզեց։ Չեն, Նեյմանը ուզեց տար, չուզեց։ Ինքը գնաց Գիեզի վազեց հետևից։ Խաբեց, դեկալավ։ Եկավ Եղիսեի առաջ կանավ եւ Եղիսեն ասեց, որտից ես գալիս։ Որտից ես գալի։ Երբ որ Սուրբ Հոգին հարցատալի քեզ մտար հելար Սուրբ Հոգին ասում որտից ես գալիս։ Գեզին Եղիսեին գիտեք ինչ ասեց, ոչ մի դեպքուց առան չի գնացել։ Հասկանում եք։ Եղիսեն հոգով լցված ասեց, արդյոք իմ հոգին քո հետ չէր։ Այն բորոտությունը, որ Նեյմանի վրա էր, թողի քո վրա եւ քո ամբողջ սերունդի վրա։ Եղբայրներ քուրեր, կարամ երևամ քո առջև շատ բան։ Էդի չի կարևորը։ Կարևորը, որ իր առջև ուղիղ ելնենք։ Էդի նախատելու համար չեմ ասում։ Ոչ մեկին գցելու համար չեմ ասում։ Ներողություն եմ խնդրում։ Հասկանում ես։ Դու ոնց կարաս այդ մարդուն Աստծո խոսքը վկայես։ Աշոտ եղբայրը չէր։ Պետրոսը հեդանոսներ հետ կերավ։ Բայց եղբայրը եկան Պետրոսը նես արեց ծածկվավ, որ չտենան։ Բայց Պողոսը տեսավ, ասեց, որ անգամ Բարնաբասը կեղծավորվավ։ Պետրոսին ասեց, եթե դու հրեալնելով հեդանոսի պես սաբրի, ոչ ես հեդանոսին ասեմ, որ հրեալն ես։ Ես իմ ձևով, մեկ ձևով բացատրենք։ Եթե ես հավատացյալ եմ, երկրի թագավորության մարդ եմ, ուզում եմ փրկվեմ, ո՞նց եմ իրեն ասում արի, որ ես իր կյանքով եմ ապրում։ Լինեմ եմ նստեղ, որ դու կմտնես մաքուր կեղտոտ դուրս գաս, որ հավատացյալ ինձ չի կարելի մտնել։ Տարբեր տեղ քննի, տես։ Երբ որ մարդին ասում են դու ինչի արեցիր,
ինք արդարանում է։ Չկա դες մեկը մի անգամ ասի, ախպեր ջան, դու ճիշտ ես ասում, ես հավատացյալ ես դες բան պիտի չանեի։ Անդեղ պիտի չլնեի։ Անդեղ պիտի չլնեի։ Մերկ տեղը պիտի չլնեմ։ Մաքուր կետամ, պիղծ դուրս գամ։ Դրամար եղբայրներ քուրեր։ Մենք երկնքի քաղաքացի ենք։ Մի հատ Ամերիկայի քաղաքացին մի որևէ երկրի մեջ մի հատ սխալանի չէ։ Նե սխալանի։ Ամերիկան չի հանդուրժում, չի սենց սիրում, ասում ճիշտ ես արել, չկա։ Այդ երկրի վրա, բայ երկնքի ցայնը, որ ամեն օր մեր հետ խոսում է։ Ամեն օր։ Դու կարաս հաշվի չառնես։ Որ կարաս ոնց ուզենաս դες ապրես։ Որտե սուտ ասես, որտե խապես, որտե գողանաս։ Որտե գցես։ Ամեն բան դու կարաս անես։ Բայց մեջդ Աստված է ապրում։ Գիշերը չես քնի։ Հոգիդ քեզ կհանդիմանի։ Հասկանում եք եղբայրներ քուրեր։ Շատ ներողություն, ես մի քիչ համարձակ եմ խոսում։ Պետք է մեկը նեղանա ինձ։ Իրար հետ ենք խոսում, մի ընտանիք ենք։ Եվ շեբ ուզում մարդը հավատացյալ չի, եկեցի չի հետում, ոչ մի նեց վիճակով, ոչ թե մարդիկ, մարդ այլ մարդիկ։ Աշտախպեր, ոնց ես լավ եմ, երեք չեմ սոր բանից եմ գալիս, ասում նես որոշ մարդկանց տեսա դրանք, սա եկեցի են գալի։ Ինչ ես խոսում ասի։ Հա ասի, ասում եկեցի են գալի։ Թե ջահել, թե մեծ։ Թե կին, թե տղամարդ։ Հա, աստեր ասված։ Ասի կարող սխալվել ես։ Ասում մի պաշտպանի։ Բայց չեմ պաշտպանում։ Եղբայրներ քուրեր, բոլորս էթում ենք երկինք։ Ինչ անենք։ Երեք կատարել եմ, այսօր չեմ անելու։ Աստված շանս տալիս է մարդուն, թե չէ։ Այո, թե չէ։ Աստված տալիս է հնարավորություն մարդը հետ դառնա։ Ինչ անենք, երեք արել եմ, անմիտ եմ եղել, սխալ եմ եղել, մեղք եմ գործել, գնացել եմ, այսօր Տիրոջ առջև ասում, ես չեմ անելու։ Ընդունում է Հիսուսը, թե չէ։ Եվ ինքը հեծ խոսքով չի լնում։ Մեկ ետերսում մարդը հանդիպով ասում, ինա դու ա բերում քիքու առաջ։ Ասում ասես վիճակ, այսես բանա, այսես դրությունա։ Ինչա, ասում ախպեր ջան, ես արել եմ, հավատացյալ եմ եղել, սխալ եմ արել, մեղք եմ գործել։ Դեմը հավատացյալ չի։ Աստված լսում է, որ դու անձդ խոնարհացում ես ու էներում առաջ։ Խոնարհացնում ես։ Էլ չես անում։ Քուրեր եղբայրներ, արդյոք մենք չենք վախենում, նայեք, ինչքան ժամանակ հայտարարում են։ Երեխեքին խրգել է դպրոց, մի հատ անձնավորություն մտել է դպրոց, էցրանը կրակել, դրանը կրակել, սպանել է։ Արդյոք դու չես վախենում։ Որ մեկը գարանտիա ունի երեխեքին դպրոց խրգելուց ինչա ոնց ալնելու։ Գարանտիան գիտեք որն է։ Իմ ու քու սուրբ կյանք ապրելը։ Աստծո առաջ երկյուղով քայլելը։ Ասես ես քո երեխեքին կպահեմ։ Դու կղրկես ես բարեշտակս կդնեմ պահապանության։ Ոնց ես ուզում հիմա։ Հեսնես ապրես, թե Տիրոջ պահապանություն ունի քո ընտանիքի վրա։ Ուզում ես, որ Աստված քո ընտանիքը պահի։ Քո աղջկան պահի, տղայիդ պահի։ Երբ որ մի բան ալինում, գլուխդ բռնում ես, գոռում ես, ինչ պիտի անեմ։ Բայց որ ծածուկ ձևով սկսում ես ծխել։ Ծածուկ ձևով ուրիշ բան ես անում։ Ու եթե հավատացյալ մարդը հանդիպում քեզ նստեղ, որ դու կարմրում ես, ասում ես ինչ կլինի։ Ծնողը չիմանա։ Չի իմանա։ Բայց մի պայմանով, եթե դու սկսես ապաշխարել,
ոչ մի բան, ոչ մեկ չի իմանա։ Եղբայրներ քուրեր, ոչ թե փողն է օգնում, որ երեխան բերում է։ Ոչ թե երեխան շատ խելոք է տանդ մեջ, դա է օգնում։ Օգնում է ինի, որ երեխեդ աստվածապաշտն է։ Հիսուսին պաշտողն է։ Դու ուրախություն ունենաս, որ երկինքը բացված է քո համար։ Երկու հավիտենություն կա։ Մի հավիտենություն չի։ Երկու հատ հավիտենություն կա։ Մեկը Հիսուսի հետ, մեկը հավիտենական կրակի մեջ։ Ընտրություն արա, ես ու դու ընտրություն անենք։ Աստված ոչ մեկին չի ստիպում։ Հիշում եք Ադամը, երբ որ մեղ գործեց։ Ինքը պաղկվավ, Աստված անցնում էր, ասեց Ադամ ուր ես։ Ասեց ես չեմ կարող քո երեսին տենամ։ Ինչի համար։ Որտեղ մեղք եմ գործել։ Ով ասեց քեզ քո մերկությունը։ Մերկությունը բացվավ։ Դրա համար եղբայրներ քուրեր, թող Աստվածի օրհնի մեզի։ Նայեք, այդքան ժողովրդին Աստված չհաջեց։ Այն օր մենք զրուցում էինք, ասում ամբողջ աշխարհից 8 հոգի փրկվավ։ Ամբողջ Սոդոմ Գոմորից 4 հոգի դուրս եկան, 3-ը փրկվան, մեկ աղի արձան դարձավ։ Արդյոք ես մեզի ոչ մի բան չի ասում։ Աղոթքա ժողովներ աստել, աղոթքա ժողով, շատ քիչ մարդ է գալիս։ Ամեն մեկը տարբեր ձևով պատճառ ունի, եթե լրիվ հարգելի պատճառներ են։ 3 շաբթի պաշտամուն կա, հարգելի պատճառը, չեմ կարող գամ։ Անգամ ասում 20 րոպե ուշացել ես 20 րոպե արի։ Քեզ ժամ ես ուսած, քեզ ժամով արի։ Արի աղոթք կանենք, աղերսան կանենք, Տիրոջ առջև կանգնենք։ Մի անգամ մի եկեղեցու մեջ հայտարարեցին ծոմ։ Մի հատ ընտանիքի համար։ Այդ ընտանիքի մեջ շատ ծանր հիվանդություն եղավ։ 3 օրվա ծոմ։ Հովիվը մտնում է մի տեղ մեկին, անցելուց մեկի տունն է մտնում։ Տենում այս տանտերը երշիկա կդրտում, հացը դնում, ուտելիքա դնում, ուտում են։ Ասում այդ տանտիրոջ ասում եղբայր, բա 3 օրվա ծոմը հայտարարված եկեղեցում, բա ասում ով որ հոգս ունի, թող ինքը իր համար հոգս անի։ 3 օր ծոմը հայտարարված ընտանիքի համար։ Ինքը քարոզիչ անսավորություն։ Ուտում է խմում։ Հովիվը ասում է բացոմը հայտարարված։ Ասում է ով որ հոգս ունի, ով դժվար, ինքը թող համար աղոթի։ Անցավ մի տարի ժամանակ եւ այդ ընտանիքի մեծ վիշ տեղավ։ Մեծ։ Եկավ ասեց Հովիվ եղբայր, ընտանիքս կորցվում է, ծոմ հայտարարի։ Ասեց մենք կհայտարարենք ծոմ, բայց քո պես չենք անի։ Քո պես չենք անի։ Ասեց ընկավ չոքեց, ասեց ես մեղավոր եմ, ես սխալ եմ։ Քուրեր եղբայրներ, թող Աստված մեզ օգնի։ Կարանք ասենք ամեն։ Արթնանանք։ Մեր հոգու աչքերը բացվի։ Մեր անձերը մաքուր պահենք։ Ինչքան կարաս, ոչ մի բան քեզ չի խանգարի, բացի մեղքից։ Չի երիքում, սխալ ես, ընդեղ լավ չես հագնված, էդի չի խանգարում։ Մեկ 3 հատ դիպլոմի դու չունես ոչ մի բան, դու անգրագետ ես։ Ես անգրագետ եմ, բայց ինքը գրագետ է։ Էդի չի խանգարում։ Ասե ձեր մասնագիտություն ինչ է, ասե ձգնորս։ Ձգնորս։ Եվ այդ ձգնորսները Պետրոսն ու Հովհաննեսը տաճար մտելու ժամանակ տեսան կաղին։ Դրա համար Պետրոսն ու Հովհաննեսը ասեց մեզի նայ, արծաթ, ոսկի չունենք, ինչ որ ունենք, էդի ենք տալի քեզ։ Նա զովրեցի Հիսուսի Քրիստոսի անով ոտի կանգնի։ Ոտի կայնավ։ Որ դիպլոմը բժիշկեց իրան։ Բոլորը շատ լավ է որ դիպլոմն կա, բայց եթե քեզ թող հագիստ չտա։ Որ մեկին բժիշկեց, որ ինքը շատ հարուստ է, փողեր ունի։
որ մեկի փողը փրկեց, արծաթ ոսկի չունեմ, ինչ որոն էդ եմ տալի քեզ, թող Աստծո հոգին մեզի առաջորդի եղբայրներ քուրեր, թող իր երկյուղը մեզ սրտերի մեջ դնի, մենք չապրենք մեր համար, մենք ապրենք իր համար, ումը որ պարկենք, մենք իրան պարկենք, քու ընկերը այսօր չկա, որտև ինքը Հիսուսին չընդունեց, մեռավ, քու բարեկամները չկան, բայց ես ու դու կանք, որտև Հիսուսը ինձ ու քեզ գտավ, հասկանում եք եղբայրներ քուրեր, ու ամենակարևոր մի բան էլ կար, միտեղ ասում է, եղբայրներս էլ մի բան ասեմ էլ է, լսել եմ, որ դու ինչ որ օրենքի ձևով ես վարում, մարդիկ ուզում են բարեկամների հարսանիքին ուտամ, դու չես թվում, ասա, ես տես բան չեմ արել երբեք ոչ մեկին, ուղղակի ասել, եթե դու կարաս հավատացյալ լինես, կարաս գնաս հորողբոյտ աղջիկը հարսանիքին կամ տղու հարսանիքին, կարաս, եթե բայց հավատացյալ կարաս անես, բոլորը բարեկամներ գիտեն, որ դու հավատացյալ ես, ասում գիտեն, ասում պտետամ, ասի գնաց, տնա պաշտամքի չի գալի, տարիներ առաջ, ասի խիչ ես գալի պաշտամքի, ասեց աղբեր ասեց, մեղանչել եմ, ինչ ես մեղանչել, մարդը խմում է, մարդը պարում է, ու ինքը մոռանում է, որ ինքը հավատացյալ է, մարդիկ նայում են, ու մարդիկ իրար հետ խոսում են, նայ, նկարողը հատկ նկարում է, են պարողնեն չի նկարում, քեզ է նկարում, բարշակը վիկալար խմար, քեզ է նկարում, առիտ պտրողին առիտ տվիր, ոնց կուզերամ կանեմ, ով կարանձի ասի մի բան, ոչ մեկ չի կար ասի, ես ներողություն խնդրեմ, չեմ ասի, բայց գիցի, եթե շարնակ ես ես ապրես երկինքը պագակ համար, դու գայթակություն ես, դե հիմա դու գնա հաշիվ տուր, ես չեմ ասել ոչ մեկին, չեմ էլ ուզում ասեմ, մի գնա համերգ, մի գնա հարսանիքի, մի գնա տեղ, ես չեմ ասել, գնա ու քեզի ստուդիով ես դու, եթե իրոք, են Վարդան եղբոր ասացի աղն ես լույսը, աղի աղ և լույս, թո Աստված մեզ օգնի, խոնարհվենք իր առջև, ներողություն խնդրենք, որ ինչ որ սխալ ենք անում ու մեղք ենք գործում, որտեղ որ անօրինություն ենք անում, Աստված մեզ օգնի, ուշ տա, կարողություն տա, որ կարողանանք բոլորը երկինք մտնենք, հիշում եք մի բան էլ կարա Հիսուսը ասեց, որ աշակերտներ ասին, որ դու ասեցիր, որ այն ինչ որ բերանը չի պղծում, ինչ որ մարդու մեջից դուրս մատ ինի ապղծում, չէ, աշակերտները այքան ասին, ժողովուրդը փարիսեցնե գայթակղվեցին, հիշում եք Հիսուսը ինչ ասեց իրանց, այն տունգը, որ Աստված չի տնկել, ինչ ալնում, ինքը չգնաց ներողություն խնդրելու, ասեց կներեք ընձի, որ ես բան եմ ասել, այսօր Հիսուսի Քրիստոսի անունով, ուղղակի խնդրում եմ բոլորիս, ընձի առաջինը և բոլորիս, եկեք իրար օգնենք, որ կարողանանք փրկվենք, Աստծո խոսքը ասում է, ինչ ցանեցիր, ինքը ընձես, չես փախնի, թող Տերը մեզ օգնի և ապաշխարություն տա, կանենք ոտքի